Կոտայքի մարզպետարանից հրապարակին տեղեկացրել են, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել քվեարկության ամբողջ ընթացքը որպես ապացույց, տեսանկարահանել ու ներկայացնել վերադասին։ Մարզպետարանը տարբեր չաթեր ունի, մեկում ՔՊԱ-ական համայնքապետերն են, մյուսում մարզպետարանի վստահելի աշխատակիցները։ Բացի դրանից մարզի դպրոցների հետ են ակտիվորեն աշխատում, պարտադրում քվեարկել ՔՊ-ի օգտին։ Թերթը կապվել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ, որը բնականաբար հերքել է տեղեկությունը, նշելով, որ իրենք չաթեր չունեն իրենց աշխատակիցներին ընտրությունների վերաբերյալ ոչինչ չեն ասել։ Ես վստահ գիտեմ, թե մարզպետարանում ով է մեզ ընտրելու, իսկ ով ոչ։ 2-3 աշխատակից ունենք, որ վստահ եմ չեն ընտրելու, իրենց հայացքներն այդպիսին են։ Ու 5 տարի է այդ մարդկանց հետ աշխատում եմ, որովհետև պրոֆեսիոնալ են։ Եթե կա նման չաթ, ուղարկեք ինձ, եթե ես եմ բացել, ես հրաժարական կտամ իմ պաշտոնից։ Եթե ուրիշն է բացել, կհեռացնեմ աշխատանքից, տղամարդավարի ասում եմ։ Բացառում եք, որ դպրոցների նկատմամբ եւս պարտադրանք կա, հարցրել է թերթը մարզպետը պատասխանել է։ Չեք պատկերացնում, թե ինչքան ստիպելու կարիք չկա, այդ մարդիկ հոժարակամ ընտրելու են։ Կողմնորոշված են, ինչ ստիպես, ում ստիպես, եթե ստիպելու դեպք արձանագրեք, ինձ տեղյակ պահեք, պատժեմ ստիպողին։ Ժողովրդին հայտնի է դարձել, որ դատախազությունը ԿԸՀ-ից պահանջել է համաձայնություն տալ 2026 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրություններին մասնակցող Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորի տեխնացու Գարուշ Սերյոժայի Մարզեցյանին ազատությունից զրկելուն։ Արդյունքում ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը, եւ Գարուշ Սերյոժայի Մարզեցյանի ԲՀԿ-ի падգամավորի տեխնացու Էդգար Բոջուկյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։ Բացի այդ, որոշում է կայացվել նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։ Ավելին ԿԸՀ-ի որոշմամբ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական հետապնդում է հարուցել եւ ազատությունից զրկելու որոշում է կայացրել նաեւ ԲՀԿ падգամավորի տեխնացու Նաիրա Հարությունյանի նկատմամբ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի 3 տեխնացու հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում եւ նրանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում սկսելու ու ազատությունից զրկելու վերաբերյալ որոշումներ։ Հրապարակը գրում է. Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան կուսակցության ամփոփիչ հանրահավաքը ԿՊ-ում բուռն աժիոտաժ է առաջացրել։ Չնայած իշխանամերձ շրջանակների հաշվարկով հանրապետության հրապարակում մոտ 20,000 մարդ է եղել, սակայն որոշ տեղեկություններով ԱԱԾ-ն 40,000-ից ավելի թիվ է զեկուցել Նիկոլ Փաշինյանին։ Իշխանության ներսում հասկացել են, որ չնայած տևական ամիսներ իրենց ձևավորած վախի մթնոլորտին եւ ընդդիմության հանրահավաքներին մասնակցողներին աշխատանքից հեռացնելու փաստերին, այնուամենայնիվ ժողովրդի կամքը կոտրել հնարավոր չի եղել։ Եվ եթե այսքանից հետո ընդդիմադիր մեկ ուժի հանրահավաքին այդքան մարդ է մասնակցում, ապա կարելի է պատկերացնել, թե միասնական ընդդիմության կազմակերպած փողոցային պայքարի հետևանքն ինչ կարող է լինել։ Սրանով են պայմանավորված իշխանականների եւ նրանց ֆեյքերի անհանգիստ արձագանքը եւ այն, որ կեսգիշերին Փաշինյան ուժայիններին հրահանգել է լույսը չբացված խուզարկություններ իրականացնել ընդդիմադիրների տներում։ 3 առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ 50-ից ավելի ընդդիմադիրների մոտ խուզարկություններ են արվել։ 20-ից ավելի մարդ ձերբակալվել է։ Ոմանք սա համարում են հոգեվարքի նշան քվեարկությունից 2 օր առաջ։ Նախորդին ուժեղ Հայաստան կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո հրապարակը տեղեկացել է, որ ընտրատարածքային հանձնաժողովների մի քանի ԿՊԱ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԸՀՀ-ներ։ Հասկանալի պատճառներով թերթը չի հրապարակում նրանց անունները, սակայն մտերիմներին նրանք պարզաբանել են, որ հանրահավաքը մեծ արձագանք է առաջացրել իշխող թիմում եւ իրենք էլ մտավախություն ունեն, որ ԿՊ-ն չի անցնի, ուստի ապահովագրում են իրենց։ Թերթը նշում է, որ ինքնաբացարկի դիմումները փոխանցում են հենց ԸՀՀ-ներին, որոնք նիստ են անում եւ հանձնաժողովում աշխատելու վկայական ունեցող անձանցից ընտրում նոր նախագահներ։ Հրապարակը գրում է. Անձնագրային եւ վիզաների վարչությունը մերժում է Հայաստանում գրանցման հասցե չունեցող, բայց ՀՀ քաղաքացիություն ունեցողներին լրացուցիչ ցուցակներում ընդգրկել, որպիսի վերջիններս կարողանան մասնակցել ազգային ժողովի ընտրությանը։ Թերթին ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ եթե անձը չունի հաշվառման հասցե, ապա ըստ օրենքի նրան առանց դատարանի որոշման չեն կարող ընդգրկել լրացուցիչ ցուցակում։ Նշված անձինք կարող են դիմել անձնագրային եւ վիզաների վարչություն լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար, ստանալ մերժումը, այնուհետև մերժման հիմքով կարող են դիմել դատարան։ Դատարանը պարտավորեցնում է, որ լրացուցիչ ցուցակում ընդգրկեն քաղաքացուն ու նրանք ընդգրկվում են, ասել է նա, հավելելով, որ նախորդ ընտրությունների ժամանակ եւս նույն ընթացակարգով է տեղի ունեցել գործընթացը։ Ժողովուրդը տեղեկացել է, որ էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեղմել այն ֆինանսական բեռը, որը վերջին շաբաթներին ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքով ծանրացել է հայկական ջերմատնային տնտեսությունների վրա։ Ռուսական կողմը հայտարարեց, որ միայն 2026 թվականի հայկական բուսաբանական արտադրանքում արձանագրվել է 181 խախտում, հայտնաբերվել են կարանտինային օրգանիզմներ, իսկ Հայաստանի կողմից արտահանվող ապրանքների հետագծելիության համակարգը ըստ ռուսական գերատեսչության փաստացի չի գործում։
գործուն։ Բացի այդ, մի շարք հայկական ընկերություններ ըստ ռուսական կողմի նույնիսկ հրաժարվել են ստուգումներից։ Այս ֆոնին թերթուշագրավ է համարում, որ կառավարությունն այժմ ոչ թե փորձում է վերացնել խնդիրների պատճառները, այլ արտահանողների համար լրացուցիչ վարկային արտոնություններ է նախատեսում։ Մասնավորապես առաջարկվել է վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարուց դարձնել 9 տարի։ Գործող 12-ամսյա արտոնյալ ժամկետը երկարացնել մինչև 18 ամիս։ Փոփոխությունները տարածել նաև արդեն իսկ գործող վարկային պայմանագրերի վրա հետադարձ ուժով։